Առաջարկում եմ խոսել նաև Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսի մասին, որը տեղի է ունեցել 3, եւ վստահ եմ դուք նույնպես դիտել եք Սամվել Կարապետյանի ուղերձը, որտեղ նա նշեց, որ Հայաստանին պետք են արմատական փոփոխություններ, առհասարակ ինչ մեսիջ ունի պարոն Կարապետյանը ըստ ձեզ։ Ու քաղաքագետի մասնագիտությունը ստիպում է դիտել ամենատարբեր բաներ, այդ թվում նաև այսպես դրական քաղաքական process-ներ աճի մասով, երբեմն նաև Հայաստանի գործող վարչապետի ելույթները, հա, որոշակի տհաճության, բայց մասնագիտությունը պարտադրում է։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստան քաղաքական միավորի կուսակցության այդ պրեզենտացիային, ինքը տարբերվող էր, հավանաբար միգուցե ձևակերպման մասով կրկնվեն, բայց դա լավ է, որովհետև մեր քաղաքական դաշտում քարացվածությունը շատ այսպես հիմնական խնդիրներից մեկն է։ Առաջարկները, որոնք այնտեղ հնչեցվեցին, հետաքրքիր էին, ճկուն էին, բարդ էին, իրականացման տեսանկյունից որոշները բարդ էին, բայց շատ իրատեսական էին։ Օրինակ թեզեր կային, որոնք ուղղակիորեն կապված էին քաղաքացիների կենցաղի հետ, բայց կենցաղային չէին։ Օրինակ, երբ որ ասում ես 300,000 ես աշխատատեղ կարող եմ բացել, երբ որ ես դա ասեմ, վստահորեն հասարակությունը չի հավատալու, բայց երբ որ դա ասում է հաջողված բիզնես կենսագրություն ունեցող շրջանակի ներկայացներ, մարդիկ, ովքեր մի քանի տասնյակ հազար, ասենք, կառավարչական հմտություններ ունեն տարբեր կազմակերպություններում, ապա այստեղ վստահության էլեմենտը հետաքրքիր է։ Ընդհանուր առմամբ տպավորությունը դրական էր, նոր շունչ կար, այդ երիտասարդական շունչին ես լավ եմ վերաբերում, բայց կարևորը որ ասֆալտից չկտրվեն, այդ քաղաքական ասֆալտի գաղափարը շատ կարևոր է մեզանում, որովհետև երբ որ դու նայում ես, դու հասկանում ես, որ Սփյուռքի հետ կապված, անվտանգության քաղաքականության հետ կապված, տնտեսության հետ կապված, այդ ամեն ինչը բավական լավ հունցված է, հիմնավորված է, շրջահայաց է, խելամիտ է եւ այլն, կային բազմաթիվ խնդիրներ էլ, բայց ես խոսում եմ հիմնական առանցքային էլեմենտների մասին, բայց դրանք դեռ պետք է կարողանալ իրականություն դարձնել։ Եվ այստեղ բավական հետաքրքիր էր իրենց վարչապետի առաջադրած այդ մոդելի ընտրության հարցը, կարծում եմ հեշտ չի լինելու գործող իշխանության պայմաններում, ավելին ասեմ, ակնհայտ է, որտեղ գործող իշխանությունը իդեմս ուժեղ Հայաստան կուսակցության դիտում է հիմնական հայտ ներկայացնողներից մեկին, ես չեմ ասի միակին, բայց եւ ամեն բան անելու են, ամեն բան, իսկ օրենքի շրջանակում օրենքից դուրս փորձելու են ամեն ձև ճնշել, բայց այստեղ խնդիրը իհարկե միայն Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի հարցը չի, այստեղ Հայաստանի ապագայի հարցն է, Հայաստան ունենալու հեռանկարի հարցն է։ Այդ տեսանկյունից կարծում եմ ընդհանուր ընդդիմադիր շրջանակում մոբիլիզացիաները եւ դաշինքային կամ խիստ համագործակցային ֆորմատները օդ ու ջրի պես պետք են։ Ընդհանուր առմամբ դրական էր, ճկուն էր, ծանրացնող չէր, հիմնականում քաղաքական ելույթները հոգ տեսնում են, չէ՞ մարդկանց։ Այդ կա այդպիսի այսպես վաղ կոմունիստական այսպես բան ավանդույթ կա, չէ՞, որ հոգնում ես։ Այստեղ չկար այդ, կար շունչ եւ կար նաեւ պայքարի էներգիա, որը մեր քաղաքական դաշտին պակասում է։ Բայց էլ եմ կրկնում, են դրական խոսքերը, որ ես ասեցի, մասնագիտական տեսանկյունից իհարկե, դրանք պետք է կարողանալ ամենօրյա ջանքով, եռանդով, ասֆալտի վրա քաղաքացիների հետ աշխատանքով իրողություն դարձնել, որտեղ քաղաքականությունից ձև չի լինում։ Իսկ ինչ քաղաքական հավակնություններ եւ հնարավորություններ ունի կուսակցությունը։ Ես կարծում եմ, որ ամենաբարձրը իրենք շեշտում են դրա մասին։ Իհարկե այդտեղ կա քարոզչական էլեմենտներ, որ շատ նորմալ է, որովհետեւ դու պետք է պարզ հասանելի բառապաշարով քաղաքացիներին առաջարկ անես, որ այ եթե մենք գանք, էս ենք փորձելու անենք, ընդ որում հետաքրքիր գիտեք որն է, որ իրենք նախապես ասում են ինչի համար են գալիս։ Իրանք չեն ասում, այ կգանք կտեսնենք ինչ են կանում, այսինքն կոնկրետ 5 քայլ են ներկայացնում տնտեսության էլեմենտում, չգիտեմ, արտաքին քաղաքականության մեջ 1-2 քայլ են ներկայացնում, Սփյուռքի ժողովրդագրությանը, որտեղ դա ինչը օրգանապես կապված է։ Մարդիկ ովքեր գիտեն պետությունը ինչը, մարդիկ ովքեր մեծ կազմակերպություններ են կառավարել, իրենք գիտեն, որ դա ինչը օրգանապես իրար հետ կապված է։ Հետևաբար չես կարող տնտեսության մեջ 5 քայլ հաջողությամբ իրականացնել, աշխատող անես դեմոգրաֆիա։ Դա դեմոգրաֆիան ուղղակիորեն կապված է։ Օրինակ 20,000 այդ բնակարանների թեման, չէ՞, այդ առաջարկը, դա օրգանակես կապված է, չէ՞, 20,000 բնակարանը, որ դու պատրաստելու ես, դա ազդելու է տնտեսության վրա։ Այսինքն աշխատատեղեր ստեղծելու, տնտեսությունը զարգանալու, իսկ տնտեսությունը շինարարություն դա համակարգային գաղափար է, չէ՞։ Ես կարծում եմ, որ տեխնոկրատական մտածողություն իրենց ամենաուժեղ կողմերից է, քաղաքական փաթեթավորումը դեռևս ընթացքում կլրամշակվի, բայց պետք է ասել, որ քաղաքականի տակ էլ տնտեսական առաջարկն է, տնտեսական եւ անվտանգային առաջարկն է, քաղաքականություն ուժմանից կախված չի։ Այնպես որ իրենց հավակնությունները կարծում եմ միայնակ բացառապես լուծելը կլինի բարդ, կոլեգիալության, ինչ որ շրջանակների հետ համագործակցային ֆորմատով, նկատում եմ ընդդիմության, իրական ընդդիմության, ինչ որ շրջանակների հետ հետագայում ընտրություններից հետո ինչ որ ֆորմատով համագործակցությունը պետք է լինի կենսական, որտեղ այստեղ իշխանության հասնելու խնդիր չի, այստեղ պետություն ունենալ չունենալու խնդիր։